Բարև ձեզ հարգելի հետևորդներ։ Ես մի շաբաթ սպասեցի, որ այս կրքերը բոլոր հանդարտվեն, նստեն։ Եվ Facebook-ով եւ YouTube-ով երբ հետևում է երկու ալիքներին էլ, Facebook-յան եւ YouTube-յան, այս ուսուցչու շուրջ մերձավանի, որ երեխաները, մանավանդ տղա երեխաները գրոհ են կազմակերպել ուսուցչու վրա եւ նրանց կողքը կանացել են ծնողները եւ ուրիշ ուսուցիչներ էլ նույնպես։ Եվ այդ ուսուցչուհին մենակ էր մնացել։ Գիտեք, այստեղ երեխեքի հարցը մենակ չի, որ նրանք գրոհ են կազմակերպել։ Անկամ ուրիշ ուսուցչուհիներ եւ ուսուցիչներ չէին պաշտպանում այդ տվյալ ուսուցչուհուն, պատմության դասատուին։ Քավլիցը ես ոչ մի անգամ մեղադրանքներով չեմ ելույթ ունեցել այս մեկ շաբաթվա ընթացքում, ինչպես ուրիշ յութուբերներ եւ Facebook-ի բլոգերներ, որ այդպես բորբոքված ելույթ են ունենում եւ մեղադրում էին մեծամասնությունը երեխաներին եւ պաշտպանում էին ուսուցչին։ Լավ եք անում բոլորը, դա ձեր բոլորի տեսակետն է, բայց գիտեք ժողովուրդ ջան, որ այս խնդիրը այդ նոր չի առաջացել։ Այս խնդիրը վաղուց է, այս 35 տարի է այս խնդիրը, ու այս խնդիրը մի օր պայթեց, այս ձևով պայթեց, եկավ հասունացավ եւ այս պայթունը տեղի ունեցավ եւ ամբողջ համացանցը թե Facebook-յան եւ թե YouTube-յան լցվեց այս ամոթալի պատմությունով։ Գիտեք ինչի է այսի սենց, որովհետև որ գոյություն ունեն ծնող կոմիտեներ, այս ծնող կոմիտեները զբաղված են մենակ, որ իրանք այն մասով, որ ծաղիկ հավաքեն ուսուցչուհուն նվիրեն, որ տեղեթալու փողը հավաքեն, որ տնօրենի համար ինչ-որ նվեր առնեն, հանգարտ ջհելնեք հերքեք, ապացույցներ կբերեմ ու ամոթալից վիճակում դուք կգտնվեք։ Հիմա ես հələ կոռեկտ եմ արտահայտվում։ Այ եթե դուք ծնող կոմիտեներ, այն մուրճը, որ կա, ձեր ձեռքը պահեք, տնօրենից եւ ուսուցչուց պահանջեք, որ երեխաների կրթությունը արժանավագույն լինի, կամ կարգին տեղի ունենա, ասես մի քիչ ավելի բանով, ժողովրդական խոսենք իրար հետ, ապա այս խնդիրները տեղի չեն ունենա։ Դուք ծնողական կոմիտե, ծնող կոմիտե, ձեր ուժկու միտքը մենակ դասատուներին ու տնօրինությանը բանով, ծաղիկներով ու բանով ուշադիր լինելն է, ուսումով դուք գոյություն չունեք, եթե կայել, այնքան քիչ է մակարդակը, տոկոսը, որ արդյունք չի տալիս։ Հիմա դուք կանգնել եք ամբողջ ազգով ողբում եք, որ այս ինչ է մեր կրթության վիճակը, կամ հարկատուներ, որ դուք հարկ եք վճարում, հիմա ձեզ եմ անցնում, հարկատուներ ջան, նույնն էլ ես։ Մենք չենք գնում ախպեր, այդ հարկերի հետևից, որ մենք գումարներ ենք տալիս բյուջեին, որ այդ բյուջեից սնվում են այդ աշխատողները, հենց ուղիղ խոսում եմ բանին, բերելով ոչ թե օրինակը, հենց հիմա ես կապնում եմ բանին, գիտության եւ կրթությանը, բայց քո չինովնիկներին դուք չեք հետևում, ժողովուրդ ջան, այդ փողը իրանք ուտում են ու գործ չեն անում։ Էսա ձեր գործը, պատկերը խնդրեմ։ Կամ որ երեխեքին նարկոտիկ են լցե բերանները դպրոցում։ Արա կրթական օջախն է, էդ էլ է ոչնչացված։ Ու այս ողբը նորից
Անցած հաղորդման եմ ասում, որ ասում եմ չի ավարտվում։ Գիտեք երբ կավարտվի։ Երբ որ մենք ազգովի մեր հարկատուները, վերահսկող հասարակական կառույցները անկախ պետությունից կառավարությանը չենթարկվող դառնան ճնշող ուժ, որ պետությունը ստիպված լինի, կառավարությունը ստիպված լինի իր ինտերֆեյսը փոխելու համար մի հատ այս կառույցը ինքը սարքի, որ այս սրանք իրար հետ խոսան։ Ու այդ խոսակցությունը տեղի չի ունենում, որովհետև այս մասը ճնշում չի գործադրում ոչ հարկատուները, ոչ էլ հասարակական կառույցները, որ ճեղվում եմ ասելով մենակ նայում եք ու փոխում եք էջը։ Դուք այսպես ողբերգության առաջ էլ մնալու եք, չի փոխվելու ոչ մի բան։ Ազգանունս կփոխեմ, քիթս կկտրեմ, եթե դա փոխվավ, եթե հասարակական կառույցներն ու պրոֆմիությունները չսարքվեն։ Ասում եք ձուկը գլխից է հոտած ու ոչ մի գործողություն տեղի չեք ունենում, որ գլխից սարքելով իջնեք ներքև։ Էդի բանաձև է, այդ դրա համար եմ ասում, որ մեր երկրի գլուխ կանգնացել էին այն մասով տղեկը, որ պոլիտեխնիկ են իրականում ավարտել։ Ոգեր հաշվարկել գիտեն, կանոնակարգել գիտեն, ոչ մի բան չկա, 35 տարի ոչնչացված է այս վիճակը, այդ մենակ դպրոցներում չի, բա համալսարաններում ինչա տեղի ունենում։ Վատխանալի է այս նոր եք, հա իմացել, վայ գմփած դասատուի վրա հարձակվան, արա 35 տարի համակարգված երկիրը, Հայաստանը քանդեցին, հողին հավասարեցին, նոր եք ողբը բարձրացրե։ Չէ իսկականից, բա որ ձեր կառույցներ արա, որ վերահսկեն չինովնիկներին, որտեղ չինովնիկներն ամենահեշտ տեղն է, գնաց վերընկնես կոմֆորտաբել տեղն է, չի էլ ուզում իր կոմֆորտից դուրս գա, բա իհարկե չինովնիկներ կան երկու հատ էլ սիրած ունեն կնգա հետ միասին, իրան չի հետաքրքրում ընդ ուսումը ինչ կլինի, իրան հետաքրքրում է կաշառքը վեկալի, իր փողստանը ջան դմվի գնա այդ օրը գլորի գնա իր տունը, բա դրանից հետո ինչ կլինի ոչ մեկին չի հետաքրքրում, ոչ այն կոմին, ոչ էլ այս կոմին։ Եփ ենք հելնելու, ամսվա մեջ մի անգամ գոնե օր տրամադրենք, գնանք մեր հարկերի հետևից արա, կարծմիությունները սարքենք միանանք, որ էդ էլ վերահսկենք, էսի ընդհանուր բանի մեջ է, խնդրի մեջ է, չի լուծվելու մի հարցով չես կարա լուծես, մինչև ընդհանուր խնդիրը չգա, երկիրը, ժողովուրդը չդառնա ինստիտուցիոնալ կառույցները չգան առաջ, պրոֆմիություններն ու հասարակական կառույցները վերահսկող, այդ չագուջը պետք է վեկալես վարչապետի ձեռ այնքան 10 վարչապետի ճակատին, որ 6 մասի բաժանվի, ինքն էլ իրա թիմն էլ, ով ուզում է այստեղ կարևոր չի Նիկոլնա թե մյուս գալացողնա, այս սիստեմը չպետք է փոխվի, մենք չպետք է տանք չագուջը դրանց ձեռը, կամ էլ ասենք լավ մեր աղբերն է, թող էտա դիրեկտոր դառնա կամ պաշտոն, տանք դասավորենք այնտեղ որ գնան, այ հեսա հերնանից էլ ենք։ Ինչի մասին եկել եք քննարկում, տակտիկական խնդիր, այդ էլ չեք լուծում, տակտիկական խնդիրն էլ չեք լուծում, դուք ոչ մի բան չենք լուծում մենք իրար հետ։ Ու ես չի ավարտվելու, արա չի ավարտվելու, մենք կոնսոլիդացված չենք, բա աստված չանի, որ պատերազմը սկսվա, վատշե մենք անդադ նույն բանը ասում եմ, որ ուշքի գանք, այդ որ ասում եմ այդ ինձ էլ է վերաբերվում, բայց գոնե ես արդեն հասկացել եմ, որն է խնդրի լուծումը, բանալին ձեռն է, ասում արա մցրեք այդ բանը կբացեք, որ հայոց աշխարհը նորից ծաղկի ոտի կանգնի, ու որ ասում եք սովետական միության կրթական համակարգն է մնացել, գլուխներդ պատին եք տվել, դա գերմանական տղամարդկանց գիմնազիայի, տղաների գիմնազիայի բանն է, օրինակն է վերցրել, սովետական միությունը մցրել իր բանի մեջ, կրթական համակարգը, ամենաուժեղը աշխարհում։ Եթե տենց չներ գերմանացիներ այսպես կազմակերպված ժողովուրդ են, դուք բռնեցիք այնց կազմակերպված վիճակը քանդեցիք Բոլոնյա, եսիմ, ինստա, դուք գժվել եք։ Բա ուր է ձեր համակարգը, ուր են ձեր ինժեներները, քիմիկները, ֆիզիկները, ուր են, արա մի ամբողջ գիտական շերտը վերացել է չկա։ Դասատուի վրա հարձակվել են։ Չեմ խրախուսում,
Ընդհակառակը, ասում եմ լավ չեք արել։ Էդ ինչ պահվածք էր, բայց այս սրանով հարցը չի լուծվի ժողովուրդ ջան։ Խփելա արա ջիպերը մեր։ Մինչև կառույցները չսարքվի, արտմիությունները գնան, որ այդ այնտեղ չինովնիկները չեն աշխատում, դպրոցները բարդակ, նույն շղթայի մեջ է գիտության եւ կրթության, հաբա Ժան Անդրասյանն ասում է մենք այդ հարցը Ժաննա Անդրասյան, եթե դու այդ հարցը կարացել, անհատականով կլուծես, նրան գործից անելով, նրան մյուսին բերե դնելով, տնօրենը, բայց այդ հարցը չես լուծելու, դու սատից ժամավաճառությամբ ես զբաղված ալնելու։ Ու մսխելեք ու այս հարկատուների կերած տված փողը դուք տանում եք, նստում եք, չեք ասում, արա, բա մեր արած գործը որն է, ինչն է ձեր արած գործը, արա ինչ արիք մսխիկ, վարի տվեք, 35 տարի ապիկարների շղթան չի ավարտվում։ Այո, բոլորդ էլ ապիկա, գիտեք ինչի համար, որովհետև ձեզ ձեր չի տալի կրթված համակարգը, դուք եք ձեր թայֆեքով գալիս եք նստեք, որ այն մաստը կռանթը փագել եք, որ չգնա ջուրը հասնի, ծառները աճեն, բերքը բարձրանա, որովհետև գալը մոլախոտին ծածկի, որ դուք եք այդ մոլախոտը։ Արա աշակերտներ, գնացեք վեկալեք Մովսես Խորենացին, կարդացեք, որ գրել է ձեր մասին։ Ուսուցիչներ, գնացեք վեկալեք Մովսես Խորենացին, կարդացեք, որ գրել է ձեր մասին։ Դատավորներ նույն էլ դուք վեկալեք, կարդացեք, զինվորականներ եւ մնացածդ։ Վեկալը գիտեք ցավը որն է, որ մենք չենք սիրում, մենք մեր մասին կարդանք, մենք հայերս։ Արա կարդացեք, տեսեք, որ 1600 թե 1700 տարի չի փոխվել։ Տեխնոլոգիաներն են մենակ փոխվել, իսկ գլոբալ իմաստը ողբը մինչև հիմա Դամուկլյան սուրի պես կախած է մեր վզին։ Դու կան նորմալ է, քարա։ Վերաբերվում է կառավարողներին։ Մենք էլ ենք աննորմալ փաստորեն դուսա գալի, որ այս 35 տարի անկախություն տվին, 35 տարվա մեջ ոչ մի հարց չլուծեցինք, որը լուծեցինք, որ հարցն է լուծված, մինչև հիմա, հա, հելը գրեք կոմենտներում, արա, ասա դու սխալ ես այս հարցը լուծվել, որ հարցն եք ստրատեգիական մասշտաբի լուծել, որ շրջապատված են թշնամիներով, թուրքերով, արա, այս ներքևի Պարսկաստանի մասն էլի թուրքոմաններ են ապրում, 22 միլիոն թուրքոման, ամբողջ տարածաշրջանով թուրք, ադրբեջանցիները, թուրքերը գալի մտնում են երկիրը գնում են, վիդեոն անում են, խաբար չեք կլում, այդքան անուղեղ եք ու ճմո։ Որ մեկն ասեմ, որը որ ամենակարևորը կրթությունը, արա այդ աշխարհի ամենաուսուցիչներն ամենահարգված դասն ա եղեք, Կաստանա եղե, այո հնդիկները մեզ բրամիներ էին ասում, այո գիտական մասն ենք ոչնչացրել, բրամիների դասը գոյություն չունի, դա ոնց է ալնելու, ամբողջ Հայաստանը համարվել է գիտական կենտրոն, նյարդային համակարգը աշխարհի, այսքան գիտականներ ու հայտնի մարդիկ ա տվել աշխարհի վրա, ու այսօր մենք այս վիճակում ենք գտնվում, որ ասում եմ ողբը չի անցնում, հելնում եք ամեն մեկդ մի հատ, ձեր էլի լավ եք անում, ձեր տեսակ է, բայց դուք ինստիտուցիոնալ խնդիրը չեք լուծում, տղեկ, այ են ինստիտուցիոնալ խնդիրը, էլի եմ կրկնվում, արա 1000 անգամ, ես կրկնվում եմ, որ էդի պրոֆ միություններն են, չկա էդի, չկա ոչ մի բան, ասես տաշելով է թալու եք ամեն ինչը, վարի տալով, մսխելով, երեխեքին, նարկոտիկնա գուլա տլում, հենա խնդրեմ, դպրոցը, պատմությունը ձեր աշկի առաջ գնում է, նարկոտիկով լցված ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, Ազգային անվտանգություն գոյություն չունի, չունի տղեկ, ես չեմ անհատացնելու, բայց ընդհանուր երևույթը,
ողբեր գալիս վիճակում է գտնվում։ Ու այս պետք է վերահսկեր մեր ազգային անվտանգության մարմինները, անվտանգության խորհուրդը, ու այս չկան այս մարմինները, տղեկ ջան։ Այդ տղեկ ջան, ձեր երեխեքներ են այս շարունակել թորները, դուք որ աշխատում եք անվտանգությունում, այ ձեր ցավը տանեմ։ Տղեկ, մենք պետք է զոր ու գիշեր աշխատենք, այս կառույցները սարքենք, որ մեր երեխեքի ապագան անվտանգ լինի։ Ով է գարանտիա տվել, որ ձեր երեխեքը Աստված չանի, չեմ ցան, բայց ով է գարանտիա տվել, որ փորձանքին իրանք ռաշ չեն գա, հա։ Հենց ասու կարա մերը բանա, վերևից դրածը, փագածը, մեզի բան չի լինի։ Որ ասեմ, հա արա, դուք ճիշտ եք։ Ես էլի հաղորդումներ եմ անելու ու ընթացքում միշտ խոսամ ձեր ժողովուրդ ջան, որ մենք ընտրություն անելու ժամանակ մյուս անգամ 26 թվին որ եկավ երկրի ղեկավար դառնալու ժողովուրդը հելնի իրանից այդ ովքեր որ իրանց բանը դնելու են, որ ընտրվեն, կանդիդատուրաները դնելու են, որ ընտրվեն։ Այս ժողովուրդը պետք է հելնի դրանց ասի, արա, մենք ձեր այդ պայմանագիր ենք կգում, այս բանը թռաձերց։ Այս ժողովուրդը, որ արտմիություններ ունենար, կհելեր այս սրանց էլ կասեր, արա, եկեք մենք այս բաները հանուն հայ ժողովրդի, աշխատավոր ժողովրդի կլինիկ ընտրենք ձեզ, պայմանագիր կնքեր, այո, ու այդ ժամանակ պատմությունը ուրիշ կլներ, սրանք պարտավորված կլներ, որտեղ չանեցիք, մյուս անգամ դուք չեք ընտրվի, վայ Նիկոլներ, վայ Սերժ Սարգսյաններ, վայ Ռոբերտ Քոչարյաններ, այդտենց չեն երկիրը կառավարում, իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց ժողովուրդը վաբշե իշխանության հետ կապ չունի 1000 կիլոմետր հեռու է։ Գրանցում եք ալիքին, գրանցվեք, չգիտեմ, դրեք զանգակը, որ հաջորդ թողարկումները, որ դուրս գան, որ ինստիտուցիոնալ դառ, ձեր հետ միասին մենք գնանք այդ ճանաչի ստեղծենք, ամենակարևորն է։ Դրեք հավանության կոճակը, գրեք կոմենտներում կկարդամ։ Այսօր այսքանն է ուզում ձեր հետ կիսվել, որ ամենակարևորն է, որովհետև այսի չեղավ ոչ մի բան չի լինի մեր երկրում, նորից շարունակվելու է այդ ողբը։ Հաջողություն ձեզ։